Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 19-րդ գլուխ։ Դավիթ կհալածվի Սավուղեն։ Սավուղ իր որդին Հովնաթանի եւ իր բոլոր ծառաներուն ասավ, որ Դավիթը մերցնեն։ Բայց Սավուղի որդին Հովնաթան Դավիթը շատ կսիրեր։ Ուստի Հովնաթան Դավիթի իմացուց ասելով. Իմ հայրս Սավուղ քեզ մերցնել գուզե։ Հիմա գաղերսեմ, մինչև արդու զգուշացիր թուն քեզի։ Ձածուկ դերմը գեցիր ու բահվդե։ Իսկ ես դուրս պիտի ելեմ եւ հորս քո պիտի գայնիմ, քու գտնված թաշտիտ մեջ։ Քու մասիդ հորս պիտի խոսիմ եւ ինչ որ գիտնամ քեզի պիտի հաղորդեմ։ Հովնաթան Դավիթի մասին նպաստավոր գերբով խոսեցավ իր հոր Սավուղի ու անոր ասավ. Թագավորը իր ծառային Դավիթի դեմ թող չմեղանչե, քանի որ անքեզի դեմ չէ մեղանչեր, եւ անոր գործերը քեզի համար շատ նպաստավոր են։ Արտարև իր կյանքը վտանգելով փղշտացին զարգավ ու դերը ամբողջ Իսրայելի մեծ բրգությունը շնորհեց։ Թունդեսար եւ ուրախացար, ուստի ինչու Դավիթը առանց բաժարի մերցնելով անմեղ արյուն պիտի տապես։ Սավուղ Հովնաթանի խոսքը մտի գրավ, Սավուղ երթում մրավ ասելով. Դերը գաբրի, ան պիտի չմերցվի։ Հովնաթան Դավիթը կանչեց ու Հովնաթան այս բոլոր խոսքերը անոր հաղորդեց։ Հետո Հովնաթան Դավիթը Սավուղի դարավ եւ ան առաջվան պես անոր ծառայեց։ Վերստին բادرազմ եղավ։ Դավիթ բղշտացնելու թեմ բادرազմելու գնաց ու զանոնք մեծ բարդության մատնեց։ Անոնքալ անոր արչևեն փախան։ Դիրոճմեն չար ոգիմը Սավուղը համագեց, երբ ան իր դունը նստած էր եւ նիզակը ցերկներ, Դավիթալ իր ցերկով քնար գնվակեր։ Սավուղ ուզեց, որ Դավիթը նիզակով զարնե ու բադին կամե, բայց ան Սավուղի արչևեն խուսափեցավ։ Սավուղ նիզակը բադին զարգավ։ Դավիթ փախավ եւ այդ գիշերը ժողոբրեցավ, բայց Սավուղ Դավիթի դունը պատկամավորներ ղրգեց, որբեսի անոր վրա հսկեն ու արդուն մերցնեն։ Դավիթի գինը մեղքող անոր իմացուց եւ ասավ. Եթե այս գիշեր անցդ չազադես, վաղը քեզ պիտի մերցնեն։ Ուստի մեղքող Դավիթը բադուանեն վարի չեցուց, անալ քնած ու փախավ եւ ժողոբրեցավ։ Մեղքող ընտանեկան գուրկ մարավ ու զայն մահիջին մեջ դրավ։ Անոր սնարը այձի մազե բարձ մտրավ ու զայն հակուստոմը ծածկեց։ Երբ Սավուղ պատկամավորներ ղրգեց Դավիթը բռնելու համար, անասավ հիվանդ է։ Սավուղ դարձյալ պատկամավորներ ղրգեց Դավիթը դեսնելու համար եւ ասավ. Զինք մահիջով ինձի բերեք, որբեսի մերցնեմ։ Երբ պատկամավորները եկան, ահա մահիջի մեջ ընտանեկան գուրկ մգար ու անոր սնարը այձի մազե բարձը։ Սավուղ մեղքողի ասավ. Զիս ինչու այսպես խապեցիր եւ թշնամիս արձակեցիր, անալ խույս տվավ։ Մեղքող Սավուղի պատասխանեց. Ան ինձ ասավ. Արձակեզիս, որբես երթամ, ինչու քեզ մերցնեմ։ Այսպես Դավիթ փախավ եւ ժողոբրեցավ։ Ռամա քնած Սամվելիկով ու անոր պատմեց ամեն ինչ, որ Սավուղ ըրեր էր իրեն։ Հետո ինք եւ Սամվել կացին ու նավաթի մեջ փնագեցան։ Սավուղի իմացուցին ասելով. Ահա Դավիթ Ռամայի նավաթին մեջ է։ Այն ադեն Սավուղ պատկամավորներ ղրգեց, որբեսի Դավիթը բռնեն։ Երբ անոնք մարգարեություն ունող մարգարեներուն խումբը տեսան եւ անոնց վերագացուն Սամվելը գայնած, Աստուծո հոգին Սավուղի ղրգած պատկամավորներուն վրա եկավ ու անոնքալ մարգարեություն ունին։ Երբ Սավուղի իմացուցին, ուրիշ պատկամավորներ ղրգեց եւ անոնքալ մարգարեություն ունին։ Սավուղ վերստին երրորդ անգամ պատկամավորներ ղրգեց, անոնքալ մարգարեություն ունին։ Հետո ինքալ Ռամա քնած ու Սոկովի մեծ չրհորը հաստելով հարցուց. Սամվել եւ Դավիթ ուր են։ Մարդ մսավ. ահա անոնք Ռամայի նավատն են։ Ուստի Ռամայի նավատը քնած։ Աստուծո հոգին իր վրա եկավ եւ ջամփան կացած ադեն մարգարեություն հրավ մինչեւ Ռամայի նավատը հասնիլը։ Ինքալ իր հակուստերեն մերգացավ եւ Սամվելի արչեւ ինքալ մարգարեություն հրավ։ Այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը մերգինգավ կեդինը։ Հետևաբար ասեցավ. Սավուղալ մարգարեներուն մեջ է։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։